Ալավերդու համայնքապետարանի սոցիալական աշխատողներ Հասմիկ Մեջինյանի, Գոհար Գուլոյանի, Աստղիկ Դավիթավյանի նախաձեռնությամբ եւ համայնքի բարերարների նվիրատվությունների շնորհիվ կայացավ այս նախագիծը, նվիրված հատուկ կարիքներ ունեցող եւ ծնողազուրկ երեխաներին։ Սա ոչ միայն տոն էր, այլ նաեւ ուշադրության եւ հոգատարության դրսեւորման իրական օրինակ։ Տոնը մեկնարկեց ջերմթնոլորտում, որտեղ համայնքի ղեկավարության ներկայությունն արդեն իսկ կարևոր ուղերձ էր։ Երեխաները մենակ չեն։ Միջոցառմանը ներկա էին Ալավերդի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հարություն Զավարյանը, աշխատակազմի ղեկավար Հեղինե Ճիճիլյանը, ինչպես նաև Սանայինի հոգևոր հովիվ Տեր Մասիս Քահանա Առաքելյանը։ Նրանց ներկայությունն արժևորեց նախաձեռնությունը, ցույց տալով, որ համայնքն ուշադրության կենտրոնում է պահում սոցիալական խոցերի խմբերին, հատկապես երեխաներին։ Մեր հայ իրականության մեջ երեխաները մեզ համար առաջնային սրբություններն են, երեխաները մեր իրական լույսն են։ Մեզ համար այսօր ուղղակի հիշեցում լինի, որ մենք ոչ թե միայն հուլիսի 1-ին պետք է պաշտպանենք, այլ 365 օր պետք է անդադ պաշտպանության եւ իրենց իրավունքների պահպանության process-ում լինենք։ Շուրջ 1 ամիս է արդեն մեծ երանդով ու մեծ ողջավորությամբ ամեն մի լումայի տրամադրման հետ ապրել են այս աղջիկները։ Ուրեմն եկեք բարձր ճափարենք Հասմիկին, Աստղիկին, Գոհարին ու թող այս նախագիծը շարունակական լինի։ Միջոցառման գաղափարի հեղինակների կողմից մշակվել էր հարուստ եւ բազմաբովանդակ ծրագիր, որն ուներ ոչ միայն ժամանցային, այլև ուսուցողական ու զարգացնող նպատակ։ Երեխաների աչքերում փայլում էին անկեղծիացմունքն ու ուրախությունը։ Նրանք հյուրասիրվեցին պաղպաղակով եւ քաղցրավենիքով, իսկ միջոցառման վերջում յուրաքանչյուր փոքրիկ տուն վերադարձավ նվերով։ Շնորհակալություն մեր այս նախաձեռնության մի մասնիկը լինելու համար։ Շնորհակալ ենք բոլորիդ, որ անկախ ձեր զբաղվածությունից, անկախ ձեր դժվարություններից դուք եկել հասել եք այստեղ։ Նախ ուզում եմ շատ մեծ շնորհակալություն հայտնեմ այս միջոցառման բարեգործներին, բոլորի շնորհակալություն այս միջոցառմանը օժանդակելու, մեր կողքին լինելու եւ այս միջոցառումը իսկապես թիմային աշխատանքի արդյունք է։ Շնորհակալ եմ բոլոր բարերարներին, բոլոր ներկաներին։ Տոնական օրվա ամբողջ ընթացքը տոգորված էր հոգատարությամբ, ուշադրությամբ ու միասնականությամբ։ Այն դարձավ համայնքի ներսում մարդկային արժեքների արժևորման ու բարեգործության օրինակելի դրսևորում։ Այս ամբողջ նախաձեռնության հիմքում կանգնած էին համայնքի բարերարները։ Նրանց նվիրատվությունների շնորհիվ հնարավոր դարձավ իրականացնել միջոցառման կազմակերպչական ու նյութական ապահովումը։ Տոնական օրը դարձավ այն եզակի պահերից մեկը, երբ համայնքը խոսում էր ոչ թե խնդիրների, այլ սրտացավ լուծումների լեզվով։ Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմը իր խորին երախտագիտությունն է հայտնում բոլոր այն բարերարներին, ովքեր առանց հրապարակայնության, լռությամբ ու նվիրումով կանգնեցին այս բարի գործի կողքին։ Նրանց աջակցությունը դարձավ այն ամուր հենքը, որի վրա կառուցվեց երեխաների տոնը՝ ժպիտով, լույսով եւ հույսով լի։ Այս նախաձեռնությունը մեկ անգամյա միջոցառում չէր։ Տոնը, ինչպես նաեւ նրա ուղերձը, յուրաքանչյուր երեխա ունի խնամքի, սիրո ու ուշադրության իրավունք, հնչեց հստակ եւ ամրապնդվեց որպես միասնականության եւ մարդասիրության օր։ Ունենալու ենք հրաշալի համայնք ու հավատացեք, ձեզնից յուրաքանչյուրը ունի այն մեծ ներուժը, որպեսզի վաղը մենք ունենանք այն համայնքը, որտեղ երազում ենք ապրել։